Հնագույն ժամանակներում մեր ժողովրդի մեջ չեն եղել հարցեր, ով ենք մենք, որն է մեր տեսակը, որտեղից են գալիս, ուր ենք գնում, որն է մեր հոգևոր եւ ֆիզիկական հայրենիքի սահմանները, որն է մեր արամյան ցեղի բուն մշակույթը Կոմիտասի բառով ասած։ Չկային նման հարցեր, նման մի խոսք ասում է ես ծես չեմ անում, ես ծեսն եմ, ես չեմ տոնում, որովհետև ես եմ տոնը։ Նրանք իրենք հենց այդ բանի մեջ էին ապրում եւ այդ հարցերը չկար։ Դա բնական տարածք էր եւ բնական հազարամյակներով իրանք հենց այդ տարածքում են, գիտեին որն է իրենց առաքելությունը, գիտեին որտեղից են գալիս եւ ուր են գնում եւ որն է իրանց բուն մշակույթը։ Բերեմ Կոմիտասի լեզվով ասած մի օրինակ։ Չկար հարց, որն է մեր բուն մշակույթը, իսկական են, հին, մաքուր։ Կոմիտասն ասում էր, որն արտահայտում է համայնքի ոգին եւ որը ցեղի հենց արտահայտիչն է, որովհետեւ այն ժամանակ պատմում էին մեր հին առասպելները երգով, պարով, պատմում էին ուրեմն Վագնի ծնունդը, որ մի պատառիկ ունեն, պատմել են Հերակլեսի արկածների չափ, Խորենացին վկայում է, որ պատմել են Հայկից միջև Արագեղեցիկ, միջև Արամանյակ, միջև Արամ Թագավոր, այդ բոլորը երգելով, պարելով, ցուցքով այդ ժողովուրդը կրել է։ Իհարկե այդ ամբողջը կորած են, այդ էպոսները, որոնք կազմում էին 20 հատոր։ Ինչպես որ կորած է մեր հին ճարտարապետությունը, միայն մեր թվարկությունից առաջ Մուսասիրի տաճարի պատկերը կա, մեր թվարկությունից 800 տարի առաջ ասորիները քանդակել են ինչպես են թալանում եւ պահպանվել է, աշխարհում համարվում է ճակտոնով եւ սյուներով ամենահին նմուշը, ամենահին։ Եվ մենք նույնիսկ դա չենք վերականգնել, որ մի հատ ունենանք այստեղ։ Եվ այս կորուստները անչափելի են։ Դրա համար որքան հին է մեր ցեղը կամ որքան հին է ցեղը, որքան նրա մշակույթի մեջ օրինակը որքան հին է, այնքան արժեքը բարձր է։ Մեր մեղեդին երգի, որը որքան հին է, նրա արժեքը այդքան բարձր է։ Որքան գալիս է դեպի այս դարերը, այսճանաբար այդ արժեքը իջնում է։ Եվ կան ազգեր, որոնց մոտ հակառակ, որքան եկել են առաջ, իրանց արժեքները ավելի են բարձրացել եւ ավելի են ունեցել, որովհետեւ իրանք հնում չեն ունեցել այդքան էպոսներ, չեն ունեցել համակարգված շուրջպար։ Այդ որ ձեր-ձերքի բռնում թռվռում են, դա շուրջպար չի, դա ուղղակի բռնում, վազում են կամ գնում գալիս են։ Շուրջպարը, ասենք հայերը ունեն 12 ոչ շուրջպար, այսինքն 12 շարժումներից է բաղկացած, որն իր խորհրդանիշեր ունի։ Հա իդեպ սա ասեմ, անցնենք առաջ կարող է շեղվեմ մեկ որ բացատրեմ, մեր ազգի թվում է թե լիքը ազգեր շուրջպար ունեն։ Ասենք տեղյակ չի մեր ազգը, որ չինացիները մոտ 14 շուրջպար ունեն, ռուսները 1 խառավոտ, այդ որ թռնում են բան ցույց են տալի, դա ռուսական պար չէ, շվեյցարացիք 12 հատ թե 10 հատ, քրդերը, որ հիմա պարում են, շուրջպար չեն ունեցել, նրանք շուրջպար սկսել են պարել 1850-ական թվականներից հետո սովորելով հայերից։ Մնացած ազգերը շուրջպար չունեն։ Այսօր եթե Արևմտյան Հայաստանում ինչ-որ քրդեր պարում են, հայկական շրջաներում հայերից սովորած պարերն են։ Այսինքն աշխարհում մենք գիտակցում ենք, որ մենք ունենք այսօր 800 շուրջպար, որոնց մեջ պահպանված է մեր քրմական տաճարների պարերը, այսօր չեն պարում, բայց կան դրանք, իրենց մեղեդիներով, 800 շուրջպար։ Անցնենք առաջ, այդ հին ազգերը, որ ասում եմ, չեն ունեցել։ Եվ ահա այս կորուստները այնքան մեծ եղան աշճանաբար, որ վտանգվեց մեր ազգի տեսակը, ինքնությունը։ Եվ այդ ժամանակ սկսեցին հայերը փնտրել իրանց, ասենց ասած, հազարան բլբուլը, բրամբյոն ծաղիկը, որն է մեր այդ բուն, որն է մեր առաքելությունը, որն է մեր ճանապարհը, ովքեր ենք մենք, որտեղից են գալիս, ուր ենք գնում, նախնիկ չունեին այդ հարցը, որովհետև հենց տեղում էին։
Եվ չունեին այդ հարցը, քանի որ այդ ճանապարհին են։ Պատկերացրեք, դարեր ի վեր մեր ժողովուրդը ապրել է իր երկրում, իր պատմական տարածքում, նվացված արդեն ուրիշի կողմից, օտարի պետության մեջ, որ իր պետությունը չի, բայց ինքը իր հայրենիքում ապրում է։ Ինչ որ ասնեք առաջ, անկախ ճիշտ ու սխալից, անկախ փիլիսոփայական, հոգեբանական վերլուծություններից, փաստն է, որ մեր ժողովուրդը մեծագույն ճիքերով, ջանքերով անցավ գործի պարզելու իր ինքնությունը, փրկելու իր մշակույթը, իր ֆիզիկական հայրենիքի եւ մշակութային հայրենիքի սահմանները եւ ֆիզիկական հայրենիքի սահմանները փորձ արեց վերականգնելու։ Շարժումներ սկսեցին ազատագրական եւ այլն եւ այլն։ Եղան ձեռքբերումներ եւ կորուստներ։ Այսպես 18-րդ դարի, 19-րդ դարի կեսերից սկսվեց այդ շարժումը ճանաչել մեզ, մեր անելիքը որն է, ուր են գնում։ Այստեղ հայտնվեցին մարդիկ, որոնք հսկայական գործ արեցին։ Մխիթար Սեբաստացի գնաց, հասավ Իտալիա, ստեղծեց հայագիտական կենտրոն, ստեղծեցին Հայկազյան բառարանը, երկու մեծ հատոր գիտեք, եւ հայագիտության ուսումնասիրությունները, թեպետ կաթոլիկոին։ Հետո եկավ Ալիշյանը, Հայաստանի աշխարհագրություն, քարտեզներ, բուսաբանություն, Հայաստանի բնաշխարհը, Հայաստանի լեռները, Հայաստանի ժողովուրդը սկսեցին հատորներով տպել։ Միջև այդ չկար դες բան, դուք միջև այդ մեր գրականության մեջ եկեղեցակայևա չեք գտնի հատկապես նշված ինչ-որ մշեցի, վանեցի, բասենցի, ակնցի, սեբաստացի, էրզրումցի, այդ մարդկանց մասին, որևէ թագավորների պատմություն, իշխանների վեճեր, եկեղեցական պատմություններ։ Այս մասը սենց մնացածը, որտեղ արդեն մենք ասեցի ինչ ենք եղել, երկիրը գրավել են եւ այդ հսկայական կորուստներ է տեղի ունեցել։ Եվ եկավ Խաչատուր Աբովյանը արթնացնելու ժողովրդին։ Նա արթնացրեց ժողովրդի այդ ոգին, որ հայրենիքը ամենամեծ բանն է։ Հայրենիքից մեծ բան չի կարող լինել հայի համար, եւ հայերը դանթունեց ժողովուրդը իր սրտի մեջ։ Դրեց իր բարձի տակ այդ գիրքը Աստվածաշնչի նման, որ առաջի անգամ իրեն այդ բաները ասում էին։ Եվ Թումանյանի եւ բոլորի համար նա դարձավ ուսուցիչ, նա դպրոցներ գնաց ուսուցիչ աշխատեց, փորձեց կրթական համակարգ ստեղծել, ցարական Ռուսաստանը գիտեք, այնտեղ ընդդիմացավ, խանգարեցին, օրնվիրսի սահաթից հետո դեմ առավ պատի, տեսավ ինչա կատարվում, որ իրան չեն թողնում ինքը իր այդ լուսավորչական գործունեությունը տարածի, եղածին չէ, երեխեքին բան է սովորացնում, բայց արիտես վտանգ կա այդտեղ, մեծ վտանգ, եւ միջև այսօր անհայտացավ, դե գիտեք, տարբերակներից մեկն այն է, որ հենց աքսորել են, որովհետև եւ Չերնիշևսկին ասել իր բերանով, որ աքսորում տեսել է Խաչատուր Աբովյանին։ Եվ մի հատ էլ վկայություն ունենք, որ էլի ասել է այնտեղ ա եղել։ Շատ հավանական է, դա ամենահավանական տարբերակը լինում։ 1870-ական թվականներին Գևորգ IV կաթողիկոս հիմնում է ճեմարանը, որ կրթեն։ Ճեմարանը գիտեք, եկեղեցական կրթական վայր է, որ պիտի կրթեն եկեղեցական ծեսի, չի կատարվում։ Ոչ մի եկեղեցական ծես է, ոչ մի բան չի լինում։ Ճեմարանը մոտ 5 տարի եւ ավել ոչ մի հոգեվորական չի տալիս, չկա։ Ճեմարանը տալիս է հայագետներ։ Հայագետներ, որոնք ուսումնասիրում են մեր նախաքրիստոնեական հին պատմությունը, ամեն ինչը մի հատ հասկանանք ով ենք մենք, Գևորգ IV կաթողիկոսի հանձնարարականով։ Ռուսական կայսրությունը այդ մասին իմացավ, գիտեք, այդ ժամանակ հենց փակեց հայկական դպրոցները, Պոլոժենին մցրեց, եւ ճեմարանի վրա եկավ խոսակցություն, որ այս ինչով եք զբաղված, եւ մերոնք կաթողիկոսը գրություն ուղարկեց, հայերեն դե չգիտեին նրանք, ցույց տալով, որ մենք միայն եկեղեցական ծեսերի մասին պատմություններ ենք սովորացնում, թե պատարակը ոնց անեն, ոնց թաղում անեն, ոնց կնքեն, ասին դե լավ, արեք, քարը ձեր գլուխը։ Եվ այդպես Գևորգ IV կաթողիկոս, ով բերեց Կոմիտասին։ Իհարկե դուք գիտեք, պատմության մեջ ոնց է գրված չէ, քթան մի 10 տարեկան երեխա ընտրեցին որբերի մեջ, բախտը բերեց իրան եկավ Սեսնան։ Այդպիսի բան չկա։ Պատմության մեջ չի գրված, որ Գևորգ կաթողիկոսը միջև կաթողիկոս լինելը Կոմիտասի մոր քաղաքի առաջնորդն էր։ Նա անգիր գիտեր Կոմիտասի մոր ընտանիքին եւ հոր ընտանիքին։
շատ լավ գիտեր։ Եվ երբ որ Դերցակյանին ուղարկեց, ասելա գնա այնտեղ այդ երեխեքից բեր եւ լավագույն ով ձայն ունի, ով բանա, եւ իրան բերեցին, դա հենց այնպես չէ։ Եվ իրանք փնտրում էին երեխաներ, որ պիտի մեծանան ու այս ազգի այդ հարցերը լուծեն։ Այդ ծրագիրը կար, ծրագիր էին դրել։ Հատուկ փնտրում, գտնում, բերում են, Աճարյանին են քթել բերել, Մանուկ Աբեղյանին են քթել բերել, այդ բոլորին իրանք գտել են։ Այդ մարդիկ հիմա կան մեր գյուղերում, անտեր ընկած այդ երեխեքը։ Այս ազգը, որ Արամ Խաչատրյան, Կոմիտաս, Մաշտոց, չգիտեմ, Նարեկացի եւ այլ ծրելը, հիմա չի ծնում, հա, չկա, հիմա չկա։ Մի անգամ, երբ քանդվում էր այս սովետական միությունը, հանձնարարություն եկավ Մովսեսյանից, որ ստեղծեն հայագիտական կենտրոն Արատես գյուղում, փակ երեխեքին գտնեն, բերեն, այդտեղ կրթեն հայագիտություն սովորացնեն, ոնց որ ճեմարանում մեր ամբողջ մշակույթը, որ ազգը ունենա մի հատ կորիզ։ Ինձ հանձնարարեցին գյուղերից երեխա ընտրել։ Ես եղել եմ, մտել եմ, հիշում եմ Եղեգնաձորի գյուղ, բացատրել է դասատուն բոլորին, ինչի համար է եկել Տանազարանը, որ ստեղծում են բան, ոնց որ մեր մեծերն են կրթվել, որ գտնեն այդ երեխաներին բան, ես հետո բոլորին զրուցում էի, նայում էի, մի հատ երեխա վերջից բարձացավ, ասեց խնդրում եմ դադարեցրեք այս ձեր գործընթացը, կոստյումով սև, այդ ես եմ ասես, դուք իմ հետևից եք եկել, եւ ես գիտեի, որ իմ հետևից պիտի գան։ Ես ուշադիր ես նայեցի ու ճանաչեցի այդ երեխան, Խաչատուր Աբովյանն էր։ Մի անգամից ճանաչեցի, ասես Խաչատուր Աբովյանն է։ Հետո երկրաշարժ, փլվեց, այդ ծրագրերը ամբողջ մնաց, բայց վստահ եղեք, այդ երեխեքը կա, ինչ որ արեց Գևորգ IV-ը։ Գարեգին Սրվանտյանց եկեղեցին ինչ տվեց այդ Գևորգ IV-ի հայագիտությունը։ Ասեցին Գարեգին Սրվանտյանցին, ուրեմն քեզ տալիս ենք ոսկի, դու վեր ես կենում, գնում ես Հայաստանի գյուղերով, լեռներով շրջում ես, գալի պատմում ես, թե որն է մեր հայրենիքը, մեր անելիքը ինչ է։ Ժողովրդին ճանաչենք։ Ժողովրդին չգիտեին, որովհետև ոչ մեքենա կար, ոչ ինքնաթիռ կար, ոչ բան։ Այսօր մարդիկ գնում են Արևմտյան Հայաստան ուղիղ ասֆալտով միջև Մալացիա, օրեր ա տևում հյուրանոցներով, բանով մնալով։ Աչուձախլա չեն գնում այս սարերի գյուղերի մեջ։ Դուք պատկերացնում եք սայլով, ձիով 300,000 քառակուսի կիլոմետր Հայաստանում, Էջմիածինը պետք է իմանար, Էջմիածինը միջև իմանում էր հարցեր տալի մի գյուղից, մի երկու տարի հետո գալի ասում են այդ գյուղը չկա, բանը եկեղեցին մոլլա մտելա նամազա կանչել, ասելա վերջ նամազ կանչեցի, դառավ մսկիթ, դուս եկեք, դուք անելիք չունեք ստեղ։ Երկու տարի հետո առաջ եղա, որտեղ միջև զին գնա, միջև սայլը գնա, Էլ չասած գյուղեր կա, որ թարապես տեղյակ չեն եղել, չեն գնացել մտնել լեռներում։ Եվ այս մեր Գարեգին Սրվանտյանցը գնաց, օրերով շրջեց գյուղերում, հավաքեց երկիր, մեր ժողովրդի խոսքով ասած, ռաստ եկավ էպոսին զարմացավ, այս ինչ է այս թվին, 19-րդ դարում ինչ գործ ունի գյուղի մեջ մի հատ 4 ճուղանի էպոս, ջրից ծնված ծովինար, ջրից ծնված երկվորյակներ, դե գիտեք արդեն, միջև փոքր մհեր, գրառ էր, չէ, էպոսը հայտնաբերեց, ասեց, մի խոսքով, Գարեգին Սրվանտյանցը հետ եկավ, գրեց գրքեր, գրեց այդ, ասեց, որ ժողովուրդը ունի բառեր, ունի ազգագրություն, ունի գործիքներ, որ չգիտեք հողագործության ձևեր, կերակուրներ ունի, որ չեք լսե, պահում է ինչ-որ ուրիշ ձևի անասնապահություն ունի, հողի մշակելու հատուկ սիստեմ ունի, այս ժողովուրդը հեքիաթներ է պատմում, պարեր է պատմում, հարսանիքի 7 օրվա ծես է անում, ամեն օրը նվիրելով մի լուսատուի, մի երկնային հարսին ասում է լուսին փեսային արև, ինչ-որ մի հատ հին ժամանակների բան է, ինչ-որ ծես է, խորհրդավոր, տաշի-տուշի չի։ Եվ գլխավոր կետը տեղի ունեցավ մի օր, մի պահի։ Գարեգին Սրվանտյանցը ասում է, ես երբ որ գնացի ծով կլիչ, Խարբերդի մոտ է, ես եղել եմ։ Դուրս եկա ասում է, բլրից ու հայտնվեց ծովքը, ասում է իրա բառերով, ալ չդիմացա, փռվեցի հողին, գետնին,
քարերը լիզեցի, հողը կերա, ու այլ չուզեցի աչքերս երկինք բարձրացնել, երկնային արքայությունից մեծ փառք էի գտել, հայրենի հողը, ոչ մի եկեղեցի աշխարհում այս բառերը չի ասել, որովհետև հերետիկոսություն է, ինչ աշխարհում երկնային արքայությունից մեծ բան։ Այդ խոսքերը տպեց եկեղեցին, հրատարակեց, այդ խոսքերը տպված կա հիմա իրա։ Ավելի մեծ փառք է գտել։ Հեղափոխություն եղավ, սկսվեց հայրենապաշտությունը։ Ղրիմյան հայրիկը գրեց, որ այս եկեղեցական ծեսը բավական չի հայի համար։ Պետքա պապիկը նորապսակներին տանի դաշտ, ձեռը դնի մաճին, ասի ես ձեզ ամուսնացնում եմ հողի հետ։ Չթողեք այս երգիրը գնաք, էս է ձեր ամեն ինչը։ Այսպես բաներ սկսեցին տեղի ունենալ, որ միջև այդ չէին եղել։ Եկավ Երվանդ Լալայան, ում փոքրիկ գերեզմանը Պանթեոնում է ըստվերված շատ մեծ, վերջերս թաղված ինչ-որ մարդկանց հսկա արձանների գերեզմանի հետ։ Ասես փոքրիկ քար է, Պանթեոնի վերջում։ Ով գրեց 27 հատոր հայ ազգագրություն, 27 հատոր արևմտյան եւ արևելյան Հայաստանի բոլոր շրջանների ամեն ինչը, ինչն եք ուզում, որքան բնակչություն ունի, երկրագործական ինչ գործիքներ, հարսանիքը ոնց են անում, կնունքը ոնց են անում, երեխան ծնվում է ինչ անում, պառավները ինչ թուղթուկիր են անում, ով ոնց է սիրում, միջև իսկ ամեն ինչ, միջև այդ թաքուն բաները, որ չի կարելի ասել, մեր ազգի ուրեմն ճարտարապետությունը ինչ հնություններ են քթել, ինչ հեքիաթներ է պատմում ժողովուրդը, ամեն շրջան առանձին, Վան, Վասպուրական, Էրզրում, Ջավախ, Լոռի, չգիտեմ, Ալաշկերտ, Շիրակ, էլի չեք ուզում, բոլոր շրջանը, 27 հատոր։ Էլ չի տպվել, այդ վաղտ է տպվել։ Այս հետո չի տպվել։ Երբ Աճարյան է գալիս եկեղեցում, 500 լեզվի հետ համեմատություն անում հայերենը եւ ապացուցում, որ սա հանգեվրոպական լեզվի արմատական բառարանը չէ կա։ Ամենամեծ սկսում են, հայերը արդեն սկսում են տես իմանալ։ Մենք հնդեվրոպական ինչ-որ սես պատմություն կա, աշխարհը ապացուցել է, որ հնդեվրոպացիան մի երկրում են եղել, ու ոնց որ թե մեր հայրենիքն է եւ այսպես լեզուն ոնց որ առանձին ճյուղ է, հա, այս բան հնդեվրոպական լեզվի մայր ճյուղ է։ Մանուկ Աբեղյանն է գալի, Թորոմանյանն է գալի, ճարտարապետությունն է ուսումնասիրում եւ Թումանյանը նորից այս հարցին է դեմ առնում այդքան բանից հետո։ Տենում է, որ այս մարդիկ այսքան գործ են արել, բայց հատուկ բերել են, որ կարդամ, Թումանյանը գրում է։ Մեզանում հիրավի ճանապարհներ կան որոշած, բայց դրանք այս կամ այն կուսակցությանն են կամ լրագրինը։ Ամեն ազգի մեջ կան եւ միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոստանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը։ Այո, լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր այս կամ այն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուժքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալիս տրված հարցին, հարցը դրված էր, ես իմացած, այդ բոլորի առաջ դրված հարցին, եւ նա դարձյալ ժողովուրդը կխոսի ու պատասխան կուզի, թե որն է այս ժողովրդի պատմական ճանապարհը։ Սրա գոյության խորհուրդը որն է։ Ինչ է կամենում սրա ոգին, եւ ուր որոնենք այդ ոգին, արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկած, Ղարաբաղի ու Լոռու սարերում, թե Շիրակի Արատի ու Մուշի դաշտերում, արդյոք հին վանքերի միստիկ կամարների տակ ուր ծավալվում է խորին անհաս ու անսկիզբն, թե դալար մարգերում ու խաղաղ հանգիստ հովիտներում ու լուսնակրանուշ հովնանուշ շինականի քուննանուշ ուզում ասի, թե շինականից, արդյոք ի խորոց սրտին դաստծո խոսողի երկնանչու պաղատանքների մեջ, նարեկացի, թե վերք Հայաստանի հայրենասիրական ողբի առաջանքների ու մորմոքների մեջ, իհարկե, այս ամեն տեղերում, այս ամենի մեջ եւ ինչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը, այս ամեն տեղերում ու ամենի մեջ խորտ արյունի ու պատերազմի, խորտ սրածության ու ավերածության, որն է հայ ժողովրդի ոգին եւ ինչ է ուզում նա
Միջև այսօր մենք այս ճամփով գնում ենք եւ բայց արել է առելի աշխատանք։ Գալիս է Տերյանը գնում է 1914 թվին իր նշանավոր աշխատություն կամ հոդվածը հոգևոր Հայաստան։ Եվ ասում է, որ Հայաստանը ամբողջ պատմական է, Հայաստանը ամբողջ, դա հոգևոր Հայաստանն է։ Եթե դա հոգևոր Հայաստանը չի, բացի ֆիզիկական Հայաստանից ասում է, այդ հայրենիքի սահմանները պետք չի պաշտպանել։ Իրա խոսքն է։ Ասում է, ես հասցնում եմ մեր ազնվականության այդ հարուստներին, կոչված բան, երևի Թիֆլիսում բանում։ Վաղը միսօր, որ մենք ունենանք Հայաստան, դուք ինչպիսի Հայաստան եք ուզում։ Նրանք չեն ասում, որ ես ուզում եմ հոգևոր Հայաստան շապթային։ Ասում ուզում են Հայաստան, զարմանակ չէ, որ ասեմ 14 թիվ, շքեղ շենքերով եւ ոստիկան, որ կարգի հրավիրի ժողովրդին։ 14 թվին է գրում։ Ասում է, ինձ պետք է տենց ոստիկան, հայ ոստիկան, մի Հայաստան, որտեղ ոստիկանական, այս ինչ են խոսում, ինչի մասին են խոսում։ Տերյան, գալիս է նժդե, գրում է մի ամբողջ գաղափարախոսություն, այս նույն ճամփեքով, ծանոթանում է այս նյութերում, գալիս է Կոստան Զարյան, որ արդեն Եվրոպան գիտի, բան գիտի, եւ արդեն գնում է մի քիչ ավելի բարձր բաների ա գրում, բացի այդ գաղափարախոսությունից նավը լեռան վրա վեպ ա գրում, որտեղ դե չէր կարա ծրագիր տպել ազգային, գրում է ծրագիր, հետո այդ ծրագիրը մաս տեղ կողում է այդ վեպի մեջ, իբր ես հերոսը սենց ասեց, բայց որ վեպի սյուժեն հանում ես, ծրագիր ա դուրս գալ այնտեղից, որտեղ կտրուկ բաներ ունի իհարկե, բան պետք անել, բայց նաև լավ բաներ կա։ Կտրուկ բաներից մեկն է, որ ասում է մենք պիտի գնանք կտրուկ քայլերի, մեր ազգը փրկելու համար։ Մենք պիտի դանակով դնենք ու կիսենք այս ազգի հայ կոչեցյալներին ու իսկական հայերին։ Իսկ շպրտենք մի կողմ նրանց եւ ասում է ոնց պետք է չափես, ասում է էպոսով։ Որտեղ չկա էպոսում մեջ, հաջողություն քեզ։ Իհարկե Կոստան Զարյանը շատ ավելի խոր բաներ ասեց։ Նա ասեց, որ այս ժողովուրդը, որ ունի այս մեծ մշակույթ, դա չի շակում, որ այս համաշխարհային մշակույթը չի ճանաչի։ Չեն տվել։ Ասում է Թուրքին տվեք Բախի դուրը, Բախի տաճարի։ Տեսեք կարա մտնի ներս, չի մտնի։ Գնացեք հայ շինականի սարից բերեք, ասում, հարազատի պես կբացի ու կմտնի Բախի տաճարը, ասում է։ Բախի տաճար։ Դա ինքը ասել է, որովհետև դա ասել է Հայսպան։ Հայսպան Վանում կռվելուց առաջ քարոզա կարդաց է ժողովրդին, ասել է իմացեք, սա թուրքի հայի կռիվ չի, սա Բախի ու Գազանի կռիվն է, ու ես գնում եմ Բախի համար կռվելու։ Եվ պատկերացրեք, շեղվեմ հիմա նյութից։ 11 թվին ես գնացի Գերմանիա Բախի երգեոնների վրա նվագելու, որտեղ Բախը նվագել է։ 5 քաղաքում նվագեց իր ծննդավայր Այզենախ, Հալշտադ, Մյուլհաուզեն, Գոտա, Էրֆուրտ։ Եվ ասեցի այդ երգեոնարին մի քաղաքում, ասեցի դու պիտի հիմա բացես այս երգեոնը քանդես, ես պիտի Բախի տրուբան առնեմ, ձեռս բռնեմ երգեոնի, չէ Հայաստան չեմ գնա։ Ասեց չեք կարա տանք, ասի չեք կարա չտանք։ Ես ձեզ պատմեմ հիմա մի պատմություն ու դուք ու պատմեցի այդ բանի պատմությունը, ցնցվեց, ասում եմ ինչի գերմանացիք չեն ցնցվում։ Ասի ինչ եք ցնցվել։ Ասում է դուք այդ պատմության շարունակությունը գիտեք։ Ասի չէ, ինչ կա։ Ասեց դե հիմա ես ձեզ կպատմեմ։ Ասեց ես ձեզ ոչ թե չեմ թողում տակ, այլ Բախի տրուբայից դե չկա, առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ հրաման է եկել բոլոր տրուբաները ձուլել, արկ դարձնել, պղինձապետ։ Ասել են Բախի երգեոներն, ասել ոչինչ։ Թող հայ զինվորը, գերմանացի զինվորը իմանա, որ Բախի երգեոնի խողովակներով է կրակում թշնամը, ձուլեք։ Բայց ասում է, ես քեզ կտանեմ կողքի քաղաք, ընդեղ մի հատ խողովակ մնացել է Բախից, պահել են։ Ու ես դա հետո հանեցին, նկարում եմ, ձեռից տրված, նկարված։
եւ ասեց ես ասեցի հիմա էլ ես շարունակեմ դուք այդ թնդանոթները տվել եք Թուրքին ու նրանք Բախի այդ խողովակներով կրակել են այդ սպայի վրա Վանում որը ասում էր Բախի համար եմ գնում կռվում այս էս աբսուրդ բաներ կան բայց Կոստան Զարյանը գնաց այդ խորքերը եւ ինչ եղավ մենք գրառեցինք մեր ազգագրությունը ամբողջ հատորներով փրկեցինք ժառանգությունը հետո եկան ուսումնասիրողները փրկելը քիչ այմա պետքա գլուխ անել եկան գիտնականները սկսեցին վերլուծել սա որտեղից է գալի Ղափանցյան եւ այլն չէ վերլուծեցին մշակութաբանություն գաղափարախոսություն սկսեց դրա վրա ձևավորվել եւ այս ամենի փառքը ու պարծանքը եղավ հաղթանակը որ ոչ մի ազգի մեջ չի եղել այդպիսի մի դեպք Կոմիտասը արդեն եկավ Ռազմիկ Դավյանը մի բանաստեղծություն ունի ես չեմ կարող հիշեմ միտքը սա է փոքր բանաստեղծություն է ասում է Արեգակ դու թակուի ձեռքերը թինած դուրս ես գալի ամեն առավոտ որ հատուցես մեր բոլոր կորուստները մեր կորած հույսերը մեր կորած սիրո դիմաց ես դուրս գալի Կոմիտասը եկավ հատուցելու այն բոլոր կորուստները որ ես ասում էի եկավ ու հատուցեց երաժշտության լեզվով հայ ժողովրդին տվեց այն ինչը կորցրել էր 6000 տարվա մշակույթը նա ասում է այս երգերը որոնք կան 1500 երգ կա պահպանված Կոմիտասից այնքան հին են երբ հայ ժողովուրդը ծնունդ է առել այդ ելևեժները այնտեղից եկե հասել են մեզ դրա համար ոչ Սևակը ոչ Չարենցը նրան չհամեմատեցին ոչ մեկ ոչ թե նրա համար որ այդ մեծ ու փոքր վրա չէ նա ասին չէ կարող համեմատել Սևակն ասեց դա հայ ժողովուրդն է կա Արարատ Կոմիտաս Չարենցն ասեց ինձ մեր մեծեր մեր հայրենիք ինչ որ կա ինձ մի բան է Կոմիտասն է տվել ուրիշ ոչ ոք որովհետև տարածքով ամենալայնն է դա ընդգրկում է պատմական Հայաստանի ամբողջ տարածքը իր ժառանգությունը Արևելյան եւ Արևմտյան Հայաստան ժամանակի տարածքով ամենալայնն է էլի հազարամյակներից 6000 տարուց մինչև միջնադար ու հետո այդքան ընդգրկում է այդ ամբողջը եւ եկավ Կոմիտասը եւ ահա մենք ունեցանք արդեն առաջ շարժվելու ազգովի իմանալու ինչ պիտի անենք Եվ այս հարցի փրփտուկը, ով ես ինչ որ ասում են, հայերի մեջ գենետիկորեն արդեն նստած կա։ Օրինակ վերցրեք ես ձեզ, կամ ինձ, ես պիոներական վսկապը վզիս ազնիվ պիոներական, արդեն սկսել է հետարքրվել ով ենք, ինչ ենք, պապերն ով են, մեր հայրենիքը, երեխեն իրան հետարքրում է, դրա օրինակներից մեկը 10 տարեկան Կոմիտասն է, որ հայերեն չգիտի, բերում են էջմիածին, թուրքերեն է խոսում, մի 2 տարի հետո կանգնեց Արարատի դիմաց, ասեց սա է մեր երգը, սա չի, սա է, սա, լրիվ, իսկ մինչև այդ երաժշտագետները չէին կարող որոշեին, ասում են արի իմ սոխակը ինչ լավ երգ է, տպենք, հայկական երգ, հետո ընդից ասում են խայտարակ եք եղել, դա Կազաչենկոյի ռոմանսն է, դուք երգում եք արիմ սոխակ, բայց այդ երգը լյուբլյու տիբյա, մոյ լյուբիմի դրուկ, գիտարում է, ասենց, ոչ ոք չեր որոշում, այս մարդը երեխեն մի անգամից լրիվ ու գնաց գյուղերը բոբիկ ոտերով սկսեց հավաքել, այսօր աշխարհում ճակերտավոր ասած կան հասկացող մարդիկ կյանքը եւ ասում են, որ գիտեք ինչ եք ընկել այս բաների հետևից։ Վեր ընկեք ձեր տեղը, ոնց որ ասում են, հանգիստ ապրեք էլի երկրում, ոնց որ մյուս ազգերը նորմալ ապրում են, էլի, լավ կենցաղ լինի, լավ բան, նորմալ ձեր համար ապրեք, ոնց որ մենք նախագահ ունենք, չէ, ասում են, ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։ Հանգիստ լրծեք ձեր տեղը, ձեր համար ապրեք։ Սրանից ամենապարզ պատասխանը մի բառ է, հայրենիք։ Այս հայրենիք, անհայրենիք մարդ է, թե հայրենիք ունեցող մարդ է։ Մի բառ է, հայրենիք։ Այդ բառի մեջ ամեն ինչ կա եւ դա բացատրություն չունի։ Այսինքն դա է մեր թույլ կողմը, որ երբ խոսում են այս թեմաներից, ոնց որ հիմա այսօր թեման չէ, իրական Հայաստանը դա պատմական բան։
ամբողջ հարցները, որ դա բացատրություն չունի, որովհետև մորը ոնց կարա բացատրի իր կյանքից թանկ զավակի ձեռքը զենքը տալիս է, ուղարկում մահվան բերան, ասում է գնա հայրենիքդ պաշտպանի։ Հենա կապրի զավակին հայրենիքից կգնար ու իր երկրում կապրեր։ Չունի բացատրություն, որտեղ աշխարհի ամենաուժեղ բնազդը, մայրական բնազդը, կենթանական աշխարհից սկսած տեղի է տալի այդ բառի առաջ, հայրենիք բառի առաջ։ Եվ դրանից մեծ բան մարդը չի հայտնաբերել։ Հիմա ինչ է մենք մեր համար դա այդ ամեն ինչն է։ Մենք ենք։ Եվ այսքան տարբերություն չկա, մենք մեր հայրենիքը նույն բանն ենք, նույն մարմինն ենք, նույն էությունն ենք։ Սա է բացատրությունը։ Կամ նույնն է, որ ասես մի խոսի քո լեզվով, ինչի, հենա անգլերեն խոսա ապրի էլ այս աշխարհում։ Դրա համար այդ բացատրություն չունենալը մեզ մի քիչ մեր ձեռքերը կապում է, որ կանգնում են ուզում ես բացատրես, ոնց ասես, որ չունի սա բացատրություն, սա տրված է սենց ու վերջ չեմ կարող ասեմ։ Եթե դու չունես անհայրենիք մարդ ես, ես ոչ մի բանով չեմ կարող նստեմ գիտությամբ ֆիզիկայի օրենքի պես քեզ բացատրեմ, թե դա ինչ է։ Դե լավ, անկախ ես ճիշտ ու սխալից փիլիսոփայությունից, մեր ժողովուրդը ասեցի մեծագույն ճիգերով կարողացավ այդ ամբողջը անել, հաղթահարել եւ Վանո Սիրադեղյանը ասում էր, չէ, հիշում եք, սրա մի հատ սուր խոսք էր ասում էր պատմական հայրենիքը հեշտ է սիրել, պատմական հայրենիքը խնամք չի պահանջում, իսկ այս հայրենիքը կարող են ասում աղբը թափել հողին, գետին ու հետո խոսել պատմական հայրենիք, իսկ սա ջանք է պահանջում, խնամք, աշխատանք, բայց ինչի է հակադրվում իրար այդ երկուսը, կարելի է աղբը չթափել հողին, գետնին և քո պատմական հայրենիքը սիրել ու քո մեջ ունենալ, ինչ կարիք կա դա հակադրելու և հեչ կապ չունեն այդ հակառակը օգնում է, վերջերս մենք համերգ ենք տալի ակունքով, Վասպուրականի երգերը պարը, երկու բաժին միայն Վասպուրական, մոտեցավ մեզ Վասպուրականի միության տարեց, այսօր նոր միության նախագահը, հիմա խնդրելա, որ գիտես երիտասարդ վանեցիներ կան, մայիսի 28-ին պայմանավորվել են, գնանք եկեք իրանց Վանի Վասպուրականի երկու պար մի քանի հատ սովորեցրեք, իրանք էլ են ուզում։ Ինչ են ուզում, որտև իրանք դեռ այնտեղ ապրում են այնտեղ։ Իրանց հայրենիքն է։ Եվ պիտի գնանք Վանարդիում դա անենք։ Վանարդին Սասունիկի մոտ գինու գործարանա խաղողի այգիներով, որ հիմնել է վանեցիների էլի սերունդի ներկայացուցիչ Վարուժան Մուրադյանը, անունն է դրել Վանարդի, ինքն էլ Ամերիկայից եկել է, իրան Ամերիկայում գիտեմ, տեսել եմ, նա այնտեղ օֆիսներ ուներ, շքեղ բնակտուն, ամեն ինչ, թողել է ամեն ինչ կնոջ երեխեքին, առել է Արարատի դիմաց, այդ անապատում խաղողի այգիներ է հիմնել, անուններ դրել Վանարդի, որովհետև ինքը իր հայրենիքի հետ է։ Այ իր հայրենիքի հետ չներ պատմական չէր անի այդ բանը, չի կարա այդ մարդը թողի գա, կարող է մեկը գա բիզնեսի համար, բայց չի թողի այդ ամբողջը գա Հայաստան, եթե Հայաստանում արի։ Ցեղասպանությունից առաջ ակնում հայեր էին ապրում, հիմա հայեր չեն ապրում, ոնց որ մյուս տեղեր, և հայերն այն ժամանակ, որ ապրում էին պետությունը իրանցը չէր, հայրենիքը, բայց ասում էին մեր ակնը, հիմա ասում են չկա ակնը, որտև ընդեղ հայեր չկան, ակնից մնացել է հանրահայտ ակնաօրորը, ակնաանտունիները, ակնահարսանյաց երգերը, որ Կոմիտասի առաջի ժողովածունը գրառել է, մնացել է ակնի ազգագրագետ Հովսեփ Ճանիկյանի ակնաազգագրությունը, որտեղ և տպել է Կոմիտասի այդ երգերը։ Հիմա եթե տենց հարց առաջանում իրական Հայաստանի, պատմական Հայաստանի, ինչ անենք այդ ակնի երգի հետ, այդ բանի հետ, որովհետև երգը մենակ երգ չի, երգը տարածք է, հայրենիք է ամբողջ։ Կոմիտասն ասում են մի երգ մշակելու համար պիտի իմանաս իր տարածքը, իր լեռները, իր բնությունը, իր բանը, որ այդ երգը, չէ որ ասում այդ երգը կտրել ես իր բնությունից, բերել ես քաղաք, ինքը ընդեղ էր հնչում, իր երկրում, իր լեռների մեջ, իր տարազի մեջ։ Հիմա եթե դու քաղաքում ուզում ես այդ երգը մշակես, հնչացնես, ուրեմն այնպես ձայներ դիր կողքը, որ այդ տարազը, այդ լեռները ցույց տա, այդ դաշտերը ցույց տա։ Ոչ թե ասում են երգ ենք մշակել, մի հատ ակորդ են դնում, այնտեղ բանը անում են, երգը մշակել ենք առանց հասկանալու ինչ է։
Հիմա հարցն է նա, այս պատմական հայրենիքի, թե այս պատմական հայրենիքում ապրողը մեր, ապրում է այնտեղ, դա ապրել է, ես ավելի շատ եմ այնտեղ ապրում, քան իրանք են ապրում, իրանց համար, չգիտեմ, իրանք հաստատ վանում չեն ապրում, դա մուշը չի, դա սասունը չի իրանց համար, իրանք այնտեղ չեն ապրում, ես այս բանով հիշեցի Կոստան Զարյանի շատ նշանավոր այդ բանը, պատասխանը ինքն է տվել, ինքն ասում է, կան երկրներ, որ ունեն աշխարհագրություն, պատմական աշխարհագրություն, բայց կան երկրներ հազվադեպ, հազվագյուտ, որ ունեն սրբազան աշխարհագրություն, սրբազան աշխարհագրությունը ասում է մեր ամբողջ հայրենիքը նրանով, որ ամեն սար իր պատմությունը ունի, ամեն գետ իր պատմություն ունի, ամեն ծաղիկ իր առասպելը ունի, ամեն թռչուն իր պատմությունը ունի, արա լեռ չի, ինչ-որ քար, ինքը ասում Ամերիկայում սար եմ տեսել, ասում եմ, ինչ ասում են սարա։ Արա լեռը դա արա գեղեցիկն է այնտեղ պարկած, Տեղ Արարատը, չեմ ասում, ինչա, բոլոր, մերեն բոլոր Արևմտյան Հայաստանի, մենք Ղանալյանյան, չէ, սենց հաստ գիրք ունենք, մեր բոլոր այդ տեղավայրերի, լճերի, գետերի, ծաղիկների, թռչունների, բոլորի մասին պատմությունները, էդ էլ են գրառել, բրկել, սրբազան աշխարհագրության, մենք այսօր չլինելով ընդեղ ապրում ենք այդ սրբազան աշխարհագրության հայրենիքում, իրանք երբեք այդ հայրենիքում չեն ապրում։ Ես երիտասարդ ժամանակ կարդացի մի բան Եգիպտոսի մասին ու լաց եղա, հիշում եմ, ցնցվել էի։ Ուրեմն փարավոնների մումիաները, որ հանում են դամբարաններից, նավով, նեղոսով տեղափոխում են, որ տանեն Եվրոպա, տանում են Եվրոպա։ Եվ արդեն բոլորը գիտեն, հայտնի է, որ եգիպտացի ժողովուրդը վերացել է, չկա, Եվ այդ հողում ապրում են այդ հայրենիքում արաբները, գրաված տարածք։ Այդպես է, ամբողջը բոլորը այդպես գիտեն։ Եվ հանկարծ, Մարտիրոս Սարյանը, որ եղավ Եգիպտոսում, գրեց, չէ, ասեց, ես տեսա հին եգիպտացիներին ու ճանաչեցի։ Եվ հանկարծ սևազգեստ կանայք են հայտնվում, գրկին երեխաներ փոքրիկ, մազերը փիտում են, գլխներին ավազ դստում ու հուզվում են, այդ երեխաներին նետում են գետը, նեղոսը, փարավոնների առաջ, իրանց երեխաներին նետում են, եգիպտացիներն են եղել, դուս են եկել, ապրում են այդտեղ, կային ու գիտեին իրանց հայրենիքը, աշխարհին ձեռ չէր տալի այդ հայրենիքը։ Հիմա եթե Եգիպտոսի բնակչությունը իմանա, որ Ավստրալիայում 300 եգիպտացի է հայտնվել, այն հին Եգիպտ փարավոնների սերունդներից ընդե ապրում է, վաղվանից իրանց կյանքը օր չի լինի ժողովրդի։ Իմանան, որ իրանց հողի վրա չեն ապրում, թեկուզ նրանք ընդեղ են։ Այնպես որ այդ հարցը այտենց հեշտ չի էլի, որ ինչ-որ ձևերով փորձում են փակել։ Մեր ժողովուրդը լեզուն, թարապես, ծեսի լեզուն է, որ մեր ժողովուրդը մինչև 19-րդ դար ֆոլկլորի մեջ ժողովուրդ էր, դրա համար պահել էր իր ինքնությունը։ Երբ կորցնում է, այսօր դուք չեք գրառի ոչ այդ երգերը մեր ժողովրդից, ոչ այդ հեքիաթները, ոչ այդ առասպելները։ Դրանք բոլորը հենց գրվեցին, ժողովուրդը հանգստացավ, դարակներում դրված փրկվեց, եւ այդ ժողովուրդը, երբ որ կորցնում է, ծեսի ժողովուրդը իրան պետքա կրթել, մանկապարտեզ, դպրոց, որ ազգը ազգ դառնա։ Գերմանացիները Բախի ժամանակ եւ հետո ֆոլկլորը արդեն կորցնում էին իրաց ֆոլկլորը։ Երբ կորցնում էին, հիմնեցին համալսարաններ, որ ամբողջ ազգը կրթեն։ Եվ անհավատալի, ասենք, բան կարա գրի Վագները, ասում է դուք Բերլինի կվարտետն եք հավանում, իսկ դուք գնացել եք գյուղերը հեռու, տեսել թե ոնց են ավելի լավ է կվարտետ նվագում։ Իսկ ինչ ասում, ասում եմ, հնձվորները գործից գալի կվարտետ են նվագում։
Բախի ժամանակ, որպեսզի ազգը կրթեն։ Դասերը սկսվել են առավոտյան ժամը 5-ին։ Ժամը 4-ին երեխային քնից անել է, ժամը 5-ից սկսվել է դասերը։ Եվ այդ ինչ որ հասել են, դա հենց այնց, որ գիտեք, դա տքնաջան, ծրագրված, դրված աշխատանք է եղել, ազգը կրթել։ Հիմա մեր ազգը դեռ ծեսի լեզվի մեջ է։ Չեն կարող միջև վերջ կարգին դպրոցներում, բանում կրթեն, որ ամբողջ ազգը կրթվի, որտեղ գյուղից դուրս է գալի, քաղաք չի ասում։ Չինացին ասում է, երբ կորցնում ես ճանապարհը, մնում է ծեսը։ Երբ կորցնում ես ծեսը, մնում է ավանդությունը։ Երբ կորցնում ես ավանդությունը, մնում է սովորությունը, սովորությունից սկսվում այլասերումը։ Գյուղից դուրս է գալի, քաղաք չի հասնում, կրթություն չունի, այն մի ժողովուրդ, որը շատ ընդունակ է, իր երեխաները տաղանդավոր են, ընդունակ են եւ դեռ ծեսի լեզուն է։ Տեսեք, մեկ-մեկ մեր կուսակցությունները զարմանում են, թե ինչի են մեր ժողովրդին այդքան քարոզ կարդում, միտինգ անում, տեղից չի շարժվում, բայց ինչ որ անկապ բաների հետևից մեկ էլ տեսար գնում են, չէ՞։ Որովհետև իր լեզուն ծեսի լեզուն է, վաղը կաթողիկոսը դուրս գա, ասի գիտեք զատիկի ձուն, որ ներկում եք, մեջը մի հատ դեղին կետ պետք է դնեք, սխալ եք արել։ Դուք կտեսնեք մյուս օրը, այս ամբողջ ժողովուրդը ոնց խառնվի իրար, կզարմանաք, թե ինչ տեղի ունեցավ, որովհետև լեզուն այդ ծեսի լեզուն է, բայց այս ժողովրդին պետք է հանել այդ բանի ֆոլկլորային այդ վիճակից, տալ համալսարանական բոլորին լուրջ կրթություն, բոլոր հայերին։ Վերադառնանք մեր հարցին, պատմական հայրենիքը, մեր թեման, ուրեմն իրական հայրենիքը դա մեր պատմական հայրենիքն է, չէ՞։ Եվ ոնց է վերնագիրը։ Անցյալ, ներկան եւ ապագան, այո։ Դե վերջացնելուց մի հատ կերքեմ ձեզ եւ ապագայի մասին երկու խոսք ասեմ։ Եվ ապագան։ Հիմա գիտությունն այնց առաջ գնում, որ տեսեք, մարդկությունը, եթե 1 միլիոն տարի է Homo sapiens-ը կա, վերցնեք 1 մետր, դա վերջի 40-20 հազար տարին 1 միլիմետր է։ Այդ 1 միլիմետրում, միջև 1 միլիմետրը, այդ 1 միլիոն տարի, այդ մարդը մեր կա, ոչինչ չի փոխվել։ Ինքը ծառերից բիրք է ուտում, բանանում, կարող է կայծքար բան։ Այս վերջի 1 միլիմետրում, որովհետև 20,000 տարին վարկյան է այդ ամբողջի համեմատ, որ ինքը չի թռիչք է տեղի ունեցել, Մարսի վրա արբանյակ է իջացրել։ Այս 20,000 տարին ինչ է այդպես։ Հիմա երկրորդ թռիչքն է տեղի ունենում։ Երկրորդ թռիչքը, որը ոչ ոք չի կարող կանխատեսի, ինչ կարա լինի։ Էլ կապ չունի, գիտնականները լավ են, խելոք են, աշխատում են, գլորված գիտությունը այդ պրոգրեսիայով թռնում է առաջ։ Եվ եթե մենք Գարիկ Չուքազյանը ճիշտ է ասում, եթե ես ասում եմ մենք բանավոր ազգ ենք մնացել, պետքա գնանք գրավոր ազգի, արդեն դրանից էլ ուշացանք։ Հիմա պետք է ուրիշ գրավորն էլ է փոխվում։ Մեր այդ Թումանյանի մոտ էլ էր, չէ՞, բանավոր վիճակ, վերնատունը որ արել էին, ոչ մի գրավոր ծրագիր բան չկար, բանավոր խոսում էին։ Կոմիտասն էլ հավաքեց պոլիսում, ստեղծեցին խումբ հայ ժողովրդին փոխելու։ Այդպես ժողովներ եղել, գիտեք, մշտապես հանդիպել են ծրագրերով, ինչ անեն։ Եվ հիմա այնպես այդ գիտությունը գնում առաջ, այդ պրոգրեսիայով, որ այս գրավորից էլ արդեն գնում առաջ, եւ եթե մենք չբռնենք, չզարգանանք, մենք հետ չպետք է մնանք, բայց նաեւ կպարտվեն այն ազգերը հաստատ այս մեծ հեղափոխության մեջ, ովքեր չունեն ազգություն, ինքնություն, ովքեր չունեն հայրենիք, կպարտվեն։ Եվ վաղը միսօր այս գիտությունը զարգացումը իհարկե տանում է այնտեղ, որ այս զենքի զորբայությունը աշխարհի բան չի աշխատելու։ Արդեն ուրիշ բաներ են աշխատելու, ուրիշ կրիտերիաներ։ Եվ մենք պետք է մնանք հավատարիմ մեր էությանը, մեր ինքնությանը, մեր տեսակին, որովհետև այս մարդիկ այսքան բան են արել եւ այս ամբողջը բերել են մեր առաջ։ Բայց մենք միջև այսօր դեռ չունենք մի հատ ամենայն կուր երևի արդեն պիտի ծնվի գաղափարախոսությունը ձևակերպված մեր անելիքը, մեր ճանապարհը, մեր ռազմավարությունը, մեր այդ մշակութային եւ հոգեվոր ամբողջ այդ մեծ պատերազմի ծրագիրը, ինչպես պիտի շարժվենք։
այսքանը, ձեր համար կերքեմ Ցավսի Դավիթ էպոսից։ Դառնամ զորմին տիտամ, տամ ծովին արին, դառնամ զորմին տիտամ, տամ Բաղդասարին, դառնանայամ զորմին տայտամ, տամ Սանասարին, դառնամ զորմին տիտամ, հազարողորմին, են ջոջ մհերին, քերի թորոսին, դեղծուն ճուղ ծամին։ Ու երկարա ես կարճ երկեցի։ Արևին դիմավորելու երգ, հարսանիքի 7-րդ օրը բարձանում են կտուրը և դիմավորում արևին շնորհակալություն հայտնում, որ ամուսնացան, արևին վահե են ասում ու կանչում են արևին, բանեցիների երգը։ Հարիլուսո դեմ կայներես, ալնարնջին հագերես, կանաչ կարմիր կապերես, վահե, 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 այսպես հայ ժողովուրդը այս երկի մեջ ունի բացառիկ բաներ, դրանցից մեկը 7 օրվա հարսանյաց ծեսն է, որ աշխարհում ոչ մի ժողովուրդ չի պահպանել, եթե ունեցել են 7 օրվա, ամեն օրը նվիրված է եղել մի լուսատուի, լուսին, փայլածու, ուրեմն մեր լուսաստղ, լուսընթակ, հրատ, մարսնակ, մինչև արև։ Եվ ամեն ինչ որ այդ օրը արել է, խորհրդանշել է այդ օրվա այդ կենդանակերպը կամ լուսատու։ Ժողովուրդը դա չի իմացել։ Ժողովուրդը սրբության պահել է, բայց դա այդ ամբողջ աշխարհի պատկերն է եղել, որտեղ մեր ժողովրդի գանձերից մեկը դա աշխարհայացքն է, որ ունեցել է հնում աշխարհի պատկերը, ինչպիսին է աշխարհը, իր խորհրդանիշերով, սիմվոլներով եւ որն էլ ըստիս, ինչքան ես եմ նայել, դա հենց արմատն է, որտեղից առաջացել է այդ քաղաքակրթությունները։ Դրանցից մեկը մեր բացառիկ երգերի հացի արարման երգերի շարքն է, որովհետև հացը համարվում է քաղաքակրթության բնորաններից մեկը, որ մարդը հատկապես սկսեց արագ զարգանալ, երբ գործ ունեցավ հողի հետ, հացահատիկի հետ դարձավ նստակյաց եւ քաղաքակրթությունը զարգացավ։ Շատ աշխարհի այսօր մշակութաբաններ այդ կարծիքին են, եւ հայ ժողովուրդը աշխարհում միակ ժողովուրդն է այսօր, որ պահպանել է հացի արարման բոլոր երգերը, ուրեմն դաշտը գնալու երգ, հողը վարելու երգ, ցորենը ցանելու երգ, ցորենը հողով ծածկելու երգ, քախանելու երգ, ցորենը հնձելու երգ, անձրևաբեր երգ միջև այդ, որ անձրև գա երաշ չանի այդ երգերը, ցորենը սայլով կրելու երգ, ցորենը կալցելու երգ, կալը երբ ծղոտից առանձնացվում է հատիկը, աղարու երգ եւ հաց տխելու երգ։ Այս բոլորը ուրեմն հայ ժողովուրդը միակն է, որ դու կարող ես ժողովուրդ գտնեք, պահպանած լինի վարելու երգեր, մնացածը չունենա, կամ ժողովուրդ գտնեք հաց տխելու երգեր, բայց այսպես ոչ ոք, եւ դա պատահական չի, որովհետեւ Շորբուլախի արտը 11,000 տարվա է գիտնականները ապացուցել են դեռ սովետական միության ժամանակ եկան եւ ցորենի արտը 11,000 տարվա։ Ահա հացի արարման երգերից ես կերքեմ լոռու գութաներգը։ Կոմիտասը այս երգի մասին հետաքրքիր բան կա։ Կոմիտասը նաև ստեղծեց հայկական մտածողության համակարգ, ինքը դա ձևակերպել է, ոչ թե ինչ որ մենք ասում ենք, գրել է, այդ ամբողջը թվերով է գրված, ձևակերպված է, մեր մշակույթի համակարգը, կենտրոնաձիգ է, 7 բանից 4-ը իջնում է ներքև,
մյուս 3-ը գնում է այդ 4-ի վրա, գլխավոր բանը կենտրոնում է, լինի ձայն, թե տարի, թե ինչ, մի սորսո սիստեմա դա, որ իր հին մեր բաները ուսումնասիրելով դրա հիմքի վրա այդ սիստեմին է հանգել եւ լոռու գութաներգը եւ իր ժամանակ եւ ստեղծել է հայկական կոմպոզիտորական դպրոց։ Ուրույն, առանձին, ոչ եվրոպական։ Աշխարհում կար եվրոպական դպրոց կոմպոզիտորական, ուրիշ չի եղել։ Ինքը ստեղծել է հայկական կոմպոզիտորական դպրոց օրենքներով, որ հարմոնիան այսպես է, լադը սենցա, նես չի սենցա։ Դրա համար էլ հայերը տվեցին Արամ Խաչատրյան, որտեղ ունեին կոմպոզիտորական դպրոց։ Աշխարհի արևելքը զարմանում է մինչև այսօր, թե ոնց է արևելքի ամենամեծ կոմպոզիտորը այդ 3 միլիոնանոց ազգից դուրս եկել, որ պիտի այդտեղ օրինաչափ։ Ինքը արևելքի ամենամեծ կոմպոզիտորն է։ Արևելյան երաժշտությունը այդ եւ արևելքի ամբողջ արևելքում Եգիպտոս, Հունաստան, Պարսկաստան, Չինաստան գնացեք որտեղ ուզում եք իր Ճապոնիա, իր մասշտաբի կոմպոզիտոր չկա, գոյություն չունի։ Եվ այդ հարցը իրանց տալիս են, ասենք, իրանցիք ասում են, ինչի ասում են ժողովրդական երաժշտության վրա է հիմնվել ազգային հատուկ, ասում մենք էլ ունենք։ Ժողովրդական գործիքներ մենք էլ լիքը ունենք։ Կոնսերվատորիա, եվրոպական կոնսերվատորիա ունենք, աշխարհի կատարողները։ Ժողովուրդ 1.5 միլիարդ։ Մի հատ մեր գյուղի չափ ժողովուրդ ո՞նց է տալիս։ Չեն հասկանում, կոմպոզիտորական կոմիտաս է եղել, դրա համար է եկել Արամ Խաչատրյանը։ Եվ Հնդկաստանը 1.5 միլիարդ, կոնսերվատորիաներ եւ այլն։ Սովետական միության 15 հարաբերություն բացի Շոստակովիչ, Պրոկոֆիև, Ռուսաստանից ոչ մեկը այդ մասշտաբի կոմպոզիտոր չի տվել։ Սա է հարցը։ Եվ կոմիտասի ժամանակ փնտրում էին հարմոնիան դասական սպառվել էր, փնտրում էին նոր միջոց արվեստի, նոր օրենքներ։ Կոմիտասներ էր զբաղվում դրանով։ Բարտոկն էլ հունգարացեք, մի 15 տարի երաժշտություն չգրեց, դրանով էր զբաղվում Շոնբերգ եւ այլն։ Չէին գտնում նոր օրենք, որտեղ դասական երաժշտությունը բնական օրենքի վրա էր հիմնված։ Պյութագորասը լարը կիսել էր, երկուսն էլ դո էր եղել, մի խոսքով ստացել էր թվել, որի վրա հարմոնիան կառուցել էին հազարամյակով։ Կոմիտասն ասում էր երգեր կան, որ մարդունը չեն, հողի երգն է, բնությունն է երգում, մարդու միջոցով։ Մարդը այնքան է մերվում հայ գեղչուկը բնությանը, որ բնության ալիքը արտահայտվում է իր միջոցով։ Եթե որովհետև բնական օրենք են մանգալի, բայց երաժշտության բնության մեջ չկա երաժշտություն։ Այդ 12 ձայնը չկա, այդ տիտիկների ձայն, քամու ձայն բան դա երաժշտության հետ կապ չունի։ Դա ուրիշ ալիք է։ Ձայնը արդյունք է, ձայնը հետևանք է, ձայնից առաջ ընդ ալիք կա։ Կոմիտասն ասում է այդ բնության ձայնը արտահայտվել է գեղչուկի միջոցով այդ երգը եւ լոռու գութաներկը վերալուծում տենում է այնտեղ բնության ֆիզիկայի օրինաչափություններ կա եւ թվերով ամբողջ այնց աշխատություն է բերում է եւ ասում է որ այդ երգերը պիտի վերլուծեք եւ այդ բնության վրա հիմնվեք ապագայի երաժշտությունը եւ այս բանը երաժշտագետները չեն հասկացել Մարտիրոս Սարյանն է գրել Մարտիրոս Սարյանը հասկացավ Մարտիրոս Սարյանը գրում ասում է երբ ես լսեցի Կոմիտասին հասկացա, որ հողը երգ ունի, սարերը երգ ունեն, որ Կոմիտասը սա մարդու երգ չի, հողի երգն է, հողի ձայնն է, հայրենի հողի ձայնն է, դրա համար էլ ինքը մի քիչ տարօրինական է։ Օրհնյալ է Աստված, հիշալ է Աստված, Preregomesh ho yoa, taragomesh ho yoa, arhagomesh ho yo. Prerejan horolai sevojan, shimaljan horolai kematach, sevojan horolai horolai. Horolo Lusa ցավ այ բարի շատացավ հե հո հո յո հո
շոյո արագոմե շոյո ռերը ջան հորոլայ սևո ջան շիմալ ջան հորոլայ քեմատախ բրուգի ջան հորոլայ բրուգի ջան հորոլո Hoi du se la hoa, hoi du se la hoa, hoi du se la hoa. Hoi rave la hoa, hoi rave la hoa, hoi rave la hoa. Du se la Ես երկը մենակ ես եմ կարող երկում։ Ուրեմն Ես երկի մեջ ղեկը 5 թիվն է։ Ձայնը ասում է, որ պահում ես, մեջի 5 կա։ Դրա համար ես չեմ երկում, հո 5-ով է գնում։ Երկրում է հո Բայց շատ արագ եմ անում, դուք դա չեք զգում։ Ասում եմ հո 5 ա գնում։ Հետո որ ասում է հորորորորորորո 5 հորորորորորորո ու միշտ 5 ա հոր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 ո 5-ად ելևեջ ա իշնում հոա յոա 5 տեսակ ելևեջ կա ամեն ելևեջ բաղկացած է 5 ձայնից հոա ասում է ինչ 5 ա ուրեմն սա բնության օրենք է այս երկի մեջ բնությունն է երկում Եղջուկը ոչի դեր է հաշվի որ ասում է բառերն էլ է 5 վանկանի 5 տողանի ախ 5 այստես բաներ կան այսքանը